Լույսը բարի է, օրն էլ է բարի, երեկոն էլ է բարի, թանկագիներս, ինչու, որտեղ մեր Աստված բարի է։ Նմանվենք մեր Աստծուն, եւ մենք էլ օրը բարի անենք, սիրելիներս, բարի անենք ուրիշների համար, մեր ընտանիքների համար։ Կարդում եմ 50 Սաղմոսից 14-15 խոսքերը։ Պատարագիր Աստծուն գոհություն եւ վճարիր բարձրալին քո ուխտերը։ Եվ կանչիր ինձ նեղության օրումը, եւ ես կազատեմ քեզ, եւ դու կփառաբանես ինձ։ 23 խոսք գոհության պատարագ մատուցանողը փառավորում է ինձ, եւ ով որ իր ճանապարհին զգուշանա, նրան ցույց կտամ Աստծո փրկությունը։ Հալելույա։ Սիրելիս, մեր համար առաջին պատարագը դա Աստծո գոհությունն է, գոհություն մատուցելը։ Նաեւ սիրելիս, եթե դու ինչ որ ուխտերի մեջ ես Աստծո հետ կամ մարդկանց հետ, մենք պիտի անենք։ Ուխտը դա հավատարմության նշան է, եւ ես եւ դու կանենք, եւ Աստված տեսնում է, երբ որ ես դու հավատարիմ ենք, գոհանում ենք, փառք ենք տալիս նրան եւ կանչում ենք նրա անունը, նույնիսկ նեղության ժամանակ, խնդիրների ժամանակ, նա ասում է ես քեզ կազատեմ եւ դու կփառաբանես նորից ինձ, կսկսես քո մեր պատարագը չի դադարելու։ Աստծուն գոհության պատարագը թող չդադարի երբեք։ Գոհության պատարագ մատուցանողը ինչ անում, ասում է փառավորում է ինձ, եւ ով որ իր ճանապարհին զգուշանա, նրան ցույց կտամ Աստծո փրկությունը։ Հրաշալի խոսքեր է։ Եկեք վերցրենք այս խոսքերը, դարձնենք մեր սեփականությունը, մեր կյանքի առօրյայի մեջ թող գործեն այս խոսքերը։ Հիսուսի անունով։ Ամեն։